Վերջին զանգ հեռուստասերիալում մոտենում է վճռական պահը։ Այն պահը, երբ ճշմարտությունը թափվում է բոլոր կողմերից, վերածվելով փշրված կյանքի պատկերների, ցավալի բացահայտումների և անդառնալի հետևանքների։ Անգելինան ի վերջո իմանում է այն, ինչից բոլորը փորձում էին խուսափել՝ իր կյանքի ամենամեծ գաղտնիքը։ Նա իմացավ, որ ինքը ծնվել է մի աշխարհում, որտեղ իր ծնողները իր կենսաբանական ծնողները չեն, իսկ իր անվերապահ սերը Հենրին եղբայրն է։ Իր պաշտելի մայրը Վիկտորիան իրականում իր մայրիկը չէ, և հայրը, ում անվան դիմաց միշտ հպարտություն էր զգացել, պարզվում է խաբեության և լռության ճարտարապետն է։ Դառնության ու ներքին պայթյունի ալիքով Անգելինան վերադառնում է տուն։ Ավագը տարիների ընթացքում կոփված, բայց հիմա հուսահատ հայացքով լսում է դստեր խոսքերը, որոնք վերջ են դնում նրանց միջև եղած մաքուր պատրանքին։ Նա գիտեր՝ մի օր այս պահը գալու էր, բայց ոչ այսքան ցավոտ, ոչ այսքան անողոք։ Անգելինան ցանկանում է ճշմարտության բեռը կիսել նաև Վիկտորիայի հետ, բայց ճակատագիրը նորից առաջ է նետում իր դաժան ձեռքը։ Զանգը խախտում է լռությունը, ասելով մի այլ ցավալի լուր։ Վիկտորիայի եղբայրը մահացել է Ուկրաինայում իր վերջին ճակատամարտը մղելով։ Եվ այս խաչմերուկում Անգելինան որոշում է լռել, մի կողմ թողնել իր ներսի փոթորիկը և Վիկտորիայի Հայաստան վերադառնալուց հետո միայն խոսել նրա հետ այդ մասին։ Եվ Անգելինան չի մերժում իր հոր ավագի խնդրանքը ու այս պահին չի խոսում մոր հետ այս թեմայով, բայց ներքին պայքարը նրան հանգիստ չի տալիս։ Նա պատրաստ է կանգնել դեմ դիմաց իր կենսաբանական հոր Միքոյի առջև, ու այդպես էլ անում է, ու ոչ թե որպես ճշմարտություն մուրացող աղջիկ, այլ որպես անձ, ումից գողացել են կյանքը, ինքնությունը, ընտանիքը։ Նա մտնում է Միքոյի արվեստանոց, նայում այդ մարդու աչքերին, այսինքն Միքոյի աչքերին, ու միայն մեկ հարց է նրան տանջում՝ ինչու։ Ինչու նա այսպես վարվեց իր հետ, ինչու փոխեց իր կյանքը, ճակատագիրը, ինչու ստիպեց ապրել ստի ու կեղծիքի մեջ։ Եվ ամենակարևորը, ինչու հենց սկզբից, երբ ձևավորվում էին իր ու Հենրիի հարաբերությունները, ինչու հենց այդ ժամանակ Միքոն չբացահայտեց ճշմարտությունը։ Եվ շուտով տեղի է ունենալու շատ անսպասելի, սարսափելի զարգացում, դժբախտ պատահար։ Հենրին, երիտասարդ, խարիզմատիկ Հենրին շուտով բախվելու է կյանքի վատ կողմին, դեպք, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Նա հայտնվում է հիվանդանոցում։ Իսկ ձեզ, հարգելի հետևորդներ, միայն մնում է ենթադրել, թե ինչն է Հենրիին հասցրել այս վիճակի՝ վթար, ինքնասպանության փորձ, թե մի ուրիշ ճակատագրական միջադեպ։ Ինչու է Հենրին հայտնվում հիվանդանոցում։ Այս պահին դուք ձեր էկրաններին դիտում եք կադրեր, որտեղ Հենրին պառկած է հիվանդասենյակում, իսկ նրա կողքին նստած է Անգելինան։ Գրեք մեկնաբանություն, իսկ հաջորդ մեր տեսանյութում կիմանաք այս հարցի պատասխանը, թե Հենրին ինչու է հայտնվել հիվանդանոցում։ Միայն մի բան է հստակ, այս պատմությունը դեռ նոր է սկսվում։ Վերջին զանգը վերադարձել է նոր թափով, ավելի խորը, ավելի անկեղծ և անհավանական շրջադարձերով։ Ամենաթեժ, ամենաքննարկվող, ամենասպասված սերիալները դեռ առջևում են, այնպես որ կարող եք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս։ Ես քեզ եմ սիրում։ Լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարում տումս։ Տումս տեգինանք ուղղակի։ Արդեն գտանք չէ։ Ինչ բան։ Հոպ։ Ագեսի ու դուրս Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչ էր կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամբ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ ինքը սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձերցրով։ Իհարկե։ Վաղուց չկայինք։ Բա։ Նենց որ
Դիտեք մեզ։ Համարյա մոռացան մեզ։ Չէ, չէ, որ մոռանալ։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի դիատրոպ։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ես մեր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Միշտ լինելու։ Այո, այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս եմ մեզ։ Քիչ եկում եմ, բայց կա։ Ո՞ւն ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի ունան։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Հա, թարմա։ Որ սրամշեսը Կասկածում եք, Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դեռ սկսեմ սցենարներս է, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վարից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ բերեմ Հայաստան